վարչապետի կամ դեր մարտով վարչապետի հաստատել և ծրծապելից հետո ոչ մի ասել ենք նամել։ Ես ուզում եմ մեր քաղաքացիների բացատրել, թե ինչ մեղադրանք է դրված Անդրանիկ Թևանյանի և Արեգնաս Մանուկյանի առջև։ Գործը փլուզվում է, բայց խնդիրը այլ տեղ է, որն է գործի իմաստը, նպատակը։ Ուրեմն սկզբից գործի մասին խոսենք։ Այն հայտարարությունները, որ 622,000 դոլարի դիմաց պետական գաղտնիք է հայտնել Անդրանիկ Թևանյանը ինչ-որ երկրի և դրանով լրտեսություն է իրականացրել, գործը քանդված է։ Մեղադրանքից արդեն քանդված է 622,000 դոլարը, երբ որ փաստաբանները հարցնում են, որ երկրի լրտեսն է Անդրանիկ Թևանյանը, մեղադրողները երկրի անունը չեն կարողանում տալ, այսինքն մի մեղադրանք, որտեղ չկա ում համար է այդ ամեն ինչ արվել, ում է տրվել այդ պետական գաղտնիքը, ով է հավաքագրել, հա բնականաբար չակերտների մեջ, գումարը չկա նաև պետական գաղտնիքը, երբ որ փաստաբանները ասում են ցույց տուր պետական գաղտնիքը, որտեղ պետական գաղտնիքը, դա պետական գաղտնիք է, գրիֆով, գաղտնիք, գաղտնի եւ այլն, դա նույնպես չկա։ Ասում են ինչ-որ քարտեզներ է փոխանցել ռուս քաղաքագետի եւ դա պետական գաղտնիք է։ Երբ որ այդ քարտեզները հանուն ցույց են տալի այս փաստացի վարչապետի պաշտոնական էջում բաց դրված, ով ուզում է մտնել, քննիչները դատավոր էլեկտրահարվում են, գործը ամբողջովին շուշիցու է։ Ինչ վերաբերում է Արեգնաս Մանուկյանին, Արեգնաս Մանուկյանի վրա որևէ մեղադրանք գոյություն չունի, իրեն ձերբակալել են ենթադրության վրա, որ ինչ-որ մի բան հնարավոր է, որ ինքը հանձնել է Անդրանիկ Թևանյանին, այսինքն մի հասկացի վրա մարդուն ձերբակալել են, իմաստը հետևյալի մեջ է, որպեսզի Արեգնաս Մանուկյանին ահաբեկելով, հաշվի առնելով կին է, երեխա ունի, ձեր մայր ունի, համոզեն ինչ-որ մի բան ասի, բայց ի պատիվ Արեգնաս Մանուկյանի նա ոչ մի բան չի հնարել այդ ահաբեկման հետևանքով, գործը ամբողջովին փլուզված է։ Հիմա գանք ամենագլխավորին, որն է այդ գործի նպատակը։ Սա մաքուր քաղաքական գործ է, սա աշխարհաքաղաքական գործ է, որի հիմքում դրված է Հայաստանի այսպես թե այնպես գոյություն ունեցող անվտանգային համակարգի փլուզումը, այսինքն այն անվտանգային համակարգում, որոնք մենք դեռևս կան, պետք է դա փլուզել եւ Ռուսաստանին հայտարարում է թշնամի երկիր եւ մենք մտնում ենք որպես վասալ թուրք ադրբեջանական երկրի տակ, այսինքն Հայաստանը նվազեցնում է սուվերենության աստիճանը եւ չզարմանաք, եթե այսպես գնալուց հետո ինչ-որ ժամանակ հետո Հայաստանի մի մասը դառնա ինքնավար հանրապետություն կամ ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում։ Սա բավականին ռեալ է այս ամեն ինչ որ կատարվում է եւ այս քաղաքական ձերբակալությունների միջոցով փորձ է արվում հանրության ուշադրությունը շեղել։ Ցավոք սրտի մեր հանրության մի զանգված կա, որը արուն է ասում, որը ձերբակալություններ է ասում եւ եթե դու դա անում ես, քո հեղինակությունը բարձրանում է։ Դա Նիկոլ Փաշինյանի ընտրողներն են։ Այդ ընտրազանգվածը ստանում է գլխավոր հարվածները այս սանկցիաներից Ռուսաստանի կողմից, գյուղատնտեսություն եւ այլն։ Եվ այդ մարդկանց պետք է կերակրել այդ նոր ձերբակալություններով, նոր շոուներով եւ ուշադրությունը շեղել այն սարսափելի դեպքերից, որոնք մեզ սպասվում են։ Մենք շարունակելու ենք տարածքներ կորցնել, մենք մեր տարածքների մի մասի վրա մեր վերահսկողությունն ենք կորցնելու, խոստացումի մասին է։ Սա է այն ամենը, ինչ որ ես ցանկանում եմ ձեզ ասել։ Գործը շինծու է, գործը քաղաքական է եւ գուցե այս բոլոր բազմաթիվ գործերի մեջ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված այս գործը ամենաքաղաքականն է, ամենաարժանացածն է, որը ունի ֆունդամենտալ հետևանքներ մեր երկրի անվտանգության համար։ Ես նորից եմ կրկնում այս անձնավորությանը, որը կասկածելի ընտրությունների արդյունքում վարել է վարչապետ, նրան այդևս որևէ բան ասելու, հասկացնելու չկա։ Նա գիտի
ինչ է անում, նա գիտի ինչի համար է անում։ Բայց մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ այս գործը մասնավորապես վերաբերում է բոլորին եւ վերաբերում է Հայաստանի անվտանգությանը եւ ապագային։ Շնորհակալություն։